Ողջույն սիրելի հետևորդներ, ինչպե՞ս եք, շնորհակալ կլինեմ, որ բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին, մեկնաբանություն թողնեք և լայքեք։ Մենք ավարտեցինք 4 տարերքները, հողը, ջուրը, օդը և կրակը, և վերջին 5-րդ տարը, որ միավորում է 4 տարերքների, կոչվում է էթերի կամ ոգի։ Էթերին կամ ոգին այն սոսինձն է, որը միավորում է մյուս բոլոր տարերքներին և թույլ չի տալիս տիեզերքին քանդվել։ Հիմնականում բաժանվում է 3 հիմնական մասերի՝ անսահմանություն, կապող օղակ և գիտակցություն։ Առաջինը՝ անսահմանություն։ Էթերին չունի գույն, համ կամ հոտ, բայց այն լցնում է ողջ դատարկությունը, դա այն տարածությունն է, որը ապրում ենք մտքերը, աստվածները և էներգիան։ Երկրորդը՝ կապող օղակը, այն կամուրջն է նյութական աշխարհի, հողը, ջուրը, օդը, կրակը և հոգևոր աշխարհի միջև։ Եվ վերջինը՝ գիտակցություն, սա մարդու բարձրագույն եսն է։ Եթե դա տիրապետում ես էթերին կամ ոգուն, դու կարողանում ես կառավարել մյուս 4 տարերքները։ Էթերի կամ ոգու խորհրդանիշն է հինգաթև աստղը։ Մոգության մեջ հինգաթև աստղը պատահական չէ ընտրված։ 4 ստորև թևերը ներկայացնում են կրակը, ջուրը, օդը և հողը։ Վերևի թևի գագաթը ներկայացնում է ոգին, այսինքն էթերին։ Սա խորհրդանշում է, որ ոգին կառավարում է նյութական աշխարհը։ Էթերինը ունի իր հիմնական քարերը, մի քանիսը նաև առանձնացրել եմ։ Քանի որ էթերին նյութական չէ, նրան համապատասխանության այն քարերն են, որոնք ունեն ամենաբարձր վիբրացիաները և մաքրությունը։ Լեռնային բյուրեղապակի, այն համարվում է էթերի հաղորդիչ, քանի որ կարող է փոխարինել ցանկացած այլ քարի, ուժեղացնել ցանկացած մտադրություն։ Երկրորդը՝ սելենտ, լույսային պարզության քար, որը մաքրում է հոգևոր ալիքները, և ադամանդը, կատարյալ մաքրության և անկոտրուն կամքի խորհրդանիշ։ Էթերին տարրոյի մեջ չունի առանձին խումբ, ինչպես գավաթը կամ սրերը և այլն, այն ներկայացնում է ավագ արկանների միջոցով, հատկապես 3-ն են. 0 հիմար արկանը, մաքուր պոտենցիալ, որը դեռ չի դարձել նյութ, 21-րդ արկանը աշխարհ, տարերքների կատարյալ միաձուլում և հարմոնիում, և առաջին արկանը մագ արկանը, մարդը, ով սեղանին ունի բոլոր 4 տարերքները՝ հողը, օդը, ջուրը և կրակը, գիտակցությամբ 5 տարերքներով կառավարում է դրանք։ Էթերի գործնական կիրառումը։ Էթերի հետ աշխատելը նշանակում է աշխատել մեդիտացիա և լռության հետ։ Հիմնական 3-ն են՝ ուղղություն, կենտրոնում կամ զենիթի, իր ուղղություններն են, կենտրոնը։ Մի փոքր տեղեկություն կտամ գործնական կիրառման մասին էթերի հետ կապված։ Ուղղությունը կենտրոն, գույնը սպիտակ մանուշակագույն կամ թափանցիկ լույս։ Ծեսը կիրառման ժամանակ, եթե մոգը կարողանում է 4 տարերքները կառավարել մոգության մեջ, ինքը դառնում է ավտոմատ 5-րդ տարը իր գիտակցությամբ։ Այսպիսով, սիրելի հետևորդներ, ավարտեցինք այսօր մենք 5 տարերքների մասին ինֆորմացիան, որը 5-րդ տարը 4 տարերքների միաձուլվողն է։ Լավ մնացեք, մինչ նոր հանդիպում հաջորդ լայվի ժամանակ։